Բարև, սիրելի ժողովուրդ, այսօր կխոսենք հայոց պատմության ամենադրամատիկ ու բախտորոշ էջերից մեկի մասին։ Կիլիկիայի անկումից հետո հայոց երկինքը նորից մթնեց, բայց իսկական արհավիրքը դեռ առջևում էր։ 16-րդ դարում մերձավոր արևելքը վերածվեց բռնկված հրաբխի, ասպարեզիչյան դարաշրջանի երկու ահազդու գերտերությունները՝ Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Պարսկաստանը։ Սա երկու աշխարհակալների կատաղի բախում էր հանուն բացարձակ իշխանության, իսկ այդ արյունալի թատերաբեմի հենց կենտրոնում հայտնվեց Հայաստանը։ Ինչպիսի ծանր գին վճարեց հայը ուրիշների պատերազմում ապրելու համար, որպիսի բաց չթողնեց մեր պատմության հաջորդ կարևոր հանգրվանները, հենց հիմա բաժանորդագրվիր Armenia History ալիքին։ Ամեն ինչ սկսվեց 1514 թվականին, թռչակավոր Չալդրանի ճակատամարտով, որտեղ օսմանյան թնդաթոթները ջախջախեցին պարսկական հեծելազորին։ Ավելի քան մեկ դար թուրքական եւ պարսկական բանակները պարբերաբար արշավում էին Հայաստանով մեկ, կիրառելով այրված հողի մարտավարությունը։ Նրանք կողոպտում էին քաղաքները, այրում ցորենի արտերը եւ գերեվարում տասնյակ հազարավոր հայերի, որպիսի թշնամուն ոչինչ չմնա։ Այս արյունալի փուլն ավարտվեց 1555 թվականին Ամասիայի պայմանագրով, որով Հայաստան առաջին անգամ պաշտոնապես բաժանվեց երկու մասի։ Արևմտյան Հայաստանն անցավ Թուրքիային, իսկ արևելյանը Պարսկաստանին։ Բայց խաղաղությունը երկար չտևեց։ 17-րդ դարի սկզբին պատերազմը վերսկսվեց նոր ուժով։ Պարսից Շահ Աբբաս առաջինը որոշեց կործանարար հարված հասնել օսմանցիներին։ 1604 թվականին նա հրամայեց բռնագաղթեցնել արևելյան Հայաստանի ողջ բնակչությունը։ Սա պատմության մեջ մտավ որպես մեծ սուրգուն։ Ավելի քան 300,000 հայ ստիպված լքեց իր տունը։ Շահի հրամանով ծաղկուն գյուղաքաղաքը հողին հավասարեցվեց, որպեսզի ժողովուրդը վերադառնալու հույս չունենա։ Գաղթի ճանապարհին Արաքս գետն անցնելիս հազարավոր հայեր խեղդվեցին կատաղի ալիքներում։ Այս բռնագաղթը հսկայական հարված էր հայ ժողովրդին, թեև իրան տեղափոխված հայերը հիմնեցին նոր ջուղան, որը դարձավ առևտրի եւ մշակույթի հզոր կենտրոն։ Ի վերջո հյուսիչ պատերազմներից հոգնած երկու կայսրությունները 1639 թվականին կնքեցին Կասրե-Շիրինի պայմանագիրը։ Այն վերահաստատեց Հայաստանի բաժանումը եւ գծեց մի սահման, որը գրեթե անփոփոխ մնաց հաջորդող երկու դարերի ընթացքում։ Հայաստանը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, բայց հենց այս ծանր պայմաններում էլ հայոց մեջ սկսեց հասունանալ մի նոր գաղափար՝ սեփական ուժերով ազատագրական պայքարի դուրս գալու միտքը։ Այս պատերազմները ցույց տվեցին, որ առանց սեփական պետության եւ բանակի հայ ժողովուրդը դատապարտված է լինելու օտարների բախման զոհը։ Սակայն հենց այս արհավիրքից հետո ծնվեցին այնպիսի գործիչներ, ովքեր որոշեցին փոխել պատմության ընթացքը։ Հաջորդ հոլովակում մենք կխոսենք նրանց մասին, ովքեր սկսեցին հայոց ազատագրական պայքարը Իսրայել օրուց մինչև Դավիթ բեկ։ Իսկ ինչ է կարծում դուք, արդյոք հնարավոր էր խուսափել Շահ Աբբասի բռնագաղթից։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, հավանեք տեսանյութը եւ անպայման բաժանորդագրվեք Armenia History ալիքին։ Շնորհակալություն դիտման համար։